Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Պարոն Մանուկյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, ԱՄՆ փոխնախագահի այցը ինչ տվեց Հայաստանին։ Հայտարարություններ հնչեցին, մամուլի ասուլիս տեղ ունեցավ, ստորագրվեցին 4 փաստաթղթեր, ինչ էր դա Հայաստանի համար։ Այն որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են, շատ լավ է։ Միայն դրական է, այդտեղ որևէ բան չկա։ Մեր սրտից է ինչքան շատ բարեկամներ, այնքան շատ լավ։ Բնական է։ Եվ այդ մասով միայն դրական բաներ կարելի ասել։ Իսկ երբ որ մտնում ես մի քիչ մանրամասների մեջ, բացահայտվում են որոշ բաներ, որոնք սովորական աչքի համար հեշտ ընկալելի չեն, եւ առաջ անցնելով ասեմ, որ այն ոգևորությունը, որ իրենք թռվռում են հորթային բան են, այսպես ոգևորություն են բարձրացել, տեղին չէ։ Հլա մի քիչ էլ պետք է սպասենք Ադրբեջանը տեսնենք ինչ է լինելու։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը Ինչու դրոններ են տալիս մեզ, մոդուլային ատոմակայանի հետ կապված ռեսուրսներ են իրենք տրամադրում մեզ, ասում են նաև հերթով բոլորին պատրաստ եմ անդրադառնալ։ Ձեր առաջին իսկ բառից դրոններ, շատ լավ։ Մոտավորապես 20 դրոն պետք է տրվի Հայաստանին, յուրաքանչյուրը մոտ $500,000 արժե, եւ դրանք հետախուզական դրոններ են։ Անշուշտ լավ է, որ ռազմատնտեսական, տեխնիկական համագործակցություն կա, բայց կա խիստ ռիսկ, վտանգ, որ դրանք հետախուզական դրոններ են եւ ամենևին հաճիկով չեն ընդունվելու ռուսական եւ իրանական կողմից։ Ռուսական բազան այդտեղ է եւ իրենք կարող են հանգիստ հետախուզություն անել եւ ռուսական բազայի վրա եւ իրանական կողմի վրա։ Ձեզ ասեմ, որ այդ սարքերը վատ սարքեր չեն, մոտ 100-150 կիլոմետր հեռավորության վրա կարող են իրանք հետախուզական գործունեություն անել, ինֆորմացիա հավաքել, տալ ում որ պետք է այդ ինֆորմացիան։ Մասնավորապես Ռուսաստանի դեմ իրենք դա Ուկրաինայում օգտագործել են մոտավորապես 150 թռիչք են իրականացրել եւ գտել են, ասենք, օբյեկտներ ռուսական բազաների, ռուսական տեխնիկայի եւ այդ ինֆորմացիաները փոխանցվել է ուկրաինական կողմին, ուկրաինացիները ոչնչացրել են այդ բաները։ Սա բնականաբար անհանգստացնելու է ռուսական կողմին, որի հետ մենք ռազմաստրատեգիական դաշինքի մեջ ենք։ Դասմեն ինչ անենք, այլ ընտրանքներ չգտնենք, որ միայն Ռուսաստանից չեն կախվելու զենքի հետ կապված։ Այլ ընտրանքներ իհարկե գտնելու ենք, բայց ցանկացած խնդիր պետք է համալիրի մեջ նայել։ Դրականը անշուշտ կա, ասեցի, իսկ ինչ բացասական, ինչ ռիսկեր կարող են բերել, դրանք ես հիմա խոսում եմ դրա մասին, որ ռուսները սա այդպես հեշտ բան չեն անելու, որովհետև մենք այդ համակարգի մեջ ենք, մենք մեր սահմանը Թուրքիայի հետ պաշտպանում են ռուսական զինվորները եւ ավելանում է այստեղ Իրանի գործոնը, ամերիկացիները բացահայտ մշտապես հայտարարել են, որ հակաիրանական կոալիցիայի կողմնակից են եւ ներգրավում են կողմեր, երկրներ, որոնք այդ ծրագրի մեջ են լինելու։ Այդ առումով դրոնները անհանգստացնող բան են լինելու Իրանի համար։ Ես խոսում եմ մեր ռազմաստրատեգիական բարեկամ հարևան երկրների մասին, որը չի նշանակում մերժում եմ արևմուտքի բաները, ընդառաջ գնալը, ծրագրեր իրականացնելը։ Սա դրոնների մասով, մյուսը հիմնականում տեխնիկականներ, կար նաև նոր բան, որը մի երկու անգամ ես նկատել եմ եւ հիմա ավելի բացվեց, հանքահունքային ռեսուրսների խնդիրներ, որպեսզի այն ինչ որ հիմա պետք է ասեմ, ներկայացնեմ գլոբալ մասշտաբով ինչ է կատարվում, ինչ են ուզում ամերիկացիները ամբողջ աշխարհում իրականացնել, եւ միայն այդ դեպքում կարելի է ճիշտ բան եզրակացություն անել, թե ինչ էր այս ստորագրած փաստաթուղթը կամ ինչ նպատակներ է հետապնդում։ Բոլորս արդեն պարզ գիտենք Թրամփի գործունեությունը այլ երկրների հետ ինչի վրա է հիմնված։ Տնտեսական շահեր։ Տնտեսական, ինքը բիզնեսմեն է եւ ամբողջ իր դիվանագիտությունը, քաղաքական գործունեությունը խարսխված է, եթե ոչ հիմնավոր, ապա այսություններից մեկի վրա, որ տնտեսական խնդիրներ հանքահունքային ռեսուրսներն են, էներգետիկ ռեսուրսներն են։ Մասնավորապես իր ամբողջ գործունեությունը վերջի իր նոր նախագահ ընտրվելու ժամանակաշրջանում ուղղված են դրան։ Փաստերը Վենեսուելա ամբողջապես
մի գործընթաց, որի գնահատականը չտամ, ինձ արդյունքն է հետաքրքիր, ամբողջ էներգետիկ բազան ամերիկացիները վերցրեցին իրանց հսկողության տակ նավթային ռեսուրսները, որ աշխարհի 20%-ն է մոտավորապես, հիմա վերահսկում են ամերիկացիները։ Նույն process-ը գնալու է Վանում, նույնը գնաց Պանամայում, նույնը գնում է Կուբայում, նույնը գնում է Կանադայում, նույնը ընթացքի մեջ է Գրենլանդիայում, Գրենլանդիան աշխարհի ամենամեծ ռեսուրս ունեցող նավթագազային ռեսուրսներ ունեցող երկիրն է, նաև այն դեֆիցիտ, այն էլեմենտները, քիմիական տարրերը, որոնք շատ հազվագյուտ մետաղներ են, եւ շատ քիչ են աշխարհում եւ շատ քիչ երկրներ ունեն այդ հազվագյուտ մետաղներից, մեզ լսողների համար ասեմ, որ դրանք հիմքն են հեռախոսային արտադրության, օդանավերի, սուզանավերի, արհեստական բանականության, բարձր ջերմաստիճանի տակ աշխատող սարքերի, տեզերքում աշխատող սարքերի, զենքերի բարձր բոլոր տեսակների։ Այսինքն աշխարհի հեռանկարը տեխնիկական, տեխնոլոգիական առումով ապահովում են այդ հազվագյուտ մետաղները, որոնք շատ քիչ են։ Գրենլանդիան հարուստ է դրանից։ Այս էլ մյուս օրինակը, որ համապատկերը կառուցենք։ Ուկրաինայի օրինակը երբեք չեն թաքցել, որ Ուկրաինայի ամբողջ այս խաղաղությունը իրենք նույնիսկ անվանում են գործարք, նույնիսկ առևտրային գործարք եւ հատկապես այն մասում, որտեղ արևելյան մասն է, այսպես ասեմ, ռուսական գրաված մասերը, այդտեղ շատ են բաները, հազվագյուտ մետաղները եւ մոտ 15-17 տարբեր չափանիշներով կան, 5 խումբ կա հազվագյուտ մետաղների, 5-ից 7 էլեմենտ էլ կա Ուկրաինայում, որոնք հարուստ հանքեր են եւ Միացյալ Նահանգների ուզածը հենց սա է։ Միացյալ Նահանգների ամբողջ այս Ուկրաինա-Ռուսաստան վեճի մեջ իրենց երկու խնդիր է հետաքրքրում՝ ատոմականների վերահսկողությունը, այդ մի խնդիր դեռ չեն լուծել, եւ մյուսը հանքարդյունաբերական այդ հարստությունների տիրապետումը։ Թեկուզ պայմանագրով, թեկուզ ներդրումներով, որովհետեւ հեռանկարը դրա մեջ է։ Այս էլ Ուկրաինայի մասը։ Հիմա եկանք Հայաստան։ Միջանկյալ ձևով ասեմ, որ սա լրջագույն պայքար է Չինաստանի դեմ, որովհետև այս դաշտում Չինաստանը առաջատարն է։ Մի հատ փաստ ասեմ, շատ հետաքրքիր է, դեռևս 60-ական թվականներին, պատկերացրեք 45 տարի առաջ, Չինաստանը զգացել էր, որ հեռանկարային նյութեր ունի իր մոտ, այդ հազվագյուտ էլեմենտների մասին է, միլիարդավոր դոլարներ ներդրում արեցին 62-63 թվականներին, միլիարդներ, ընդ որում այդ հանքերը շատ թանկանոց հանքեր են, ասենք կարող է մի տոննա հանքաքարից մի գրամ դուրս գա եւ մի կիլոգրամ կարող է հազարավոր դոլարներ արժենա, կարող է նյութ լինի, լավ խտացվածը մի գրամ $1000 արժեք ունենա, բայց այստեղ այնքան դոլար է, ինչքան իր կիրառելիությունը եւ իր դեֆիցիտ լինելը, համ դեֆիցիտ է, համ թանկ է, համ կիրառելի է, բայց շատ օգտակար է, ինչի համար օգտագործ։ Այսինքն այս ամբողջ խնդիրը մեծ առումով Չինաստանի եւ Ռուսաստանի դեմ պայքարն է եւ նրանց մոնոպոլիայից զրկելն է։ Չինացիները, ես միշտ ասել եմ, ինչ էլ չունենան, ամերիկացիներին կարող են խեղճացնել կամ մրցակցել կամ հաղթել, միայն թեկուզ այս հազվագյուտ մետաղների գոյությամբ, որովհետեւ իրենք առաջատար են։ Իրենք գիտեք ոնց արեցին։ Հիմա անցնում է վերջինը դրան։ Իրենք սա դրանք հանքեր են, որոնք վնաս են բերում։ Թանկանոց հանք են, իրանք հիմնականում դա Մոնղոլիայի տարածքում է, հեռու տեղերը վնաս չի բերում եւ իրենք այս գործում։ Հիմա եկանք Հայաստան։ Ես դեռ վաղուց ասում էի, որ ամուլսարը աշխարհին, անգլիացիներին, ամերիկացիներին ոչ թե հետաքրքրում է ոսկի կամ արծաթ ունենալու բանով, փաստով, այլ այս այդ ժամանակ էլ մենք քննարկում ենք ամուլսարային ժամանակ էկոլոգիական խնդիրները, երբ որ շատ ակտիվ էր, հիշում եք, հասարակական քաղաքական կյանք։ Բայց ես ուսումնասիրեցի, որ այստեղ կան այն նույն դեֆիցիտ նյութերը, այն հազվագյուտ էլեմենտները, որոնք հետաքրքրում են կոնկրետ դեպքում Միացյալ Նահանգներին։ Եվ այսօր այդ պայմանագրի մեջ կա այդ կետը, որ մենք պետք է այդ հանքանյութերը արտադրենք
կա նաև ուրան, մեր ուսումնասիրություններ, մեր գիտական ուսումնասիրությունների հայկական կողմի ցույց է տալիս, որ մենք մոտավորապես 5 ռեգիոն ունենք Հայաստանում, հանքային, որտեղ ուրան կա։ Բայց այստեղ մի խնդիր է լուծվելու, նրանք ընդհանրապես Եվրոպան եւ Ամերիկան Ղազախստանի եւ Ռուսաստանի հետ փորձում են մրցակցել ուրանի հանքերին տիրանալու առումով, որ մասնավորապես 2 տարի առաջ կհիշեք Աֆրիկայում իշխանապողություններ տեղի ունեցան, այն երկրներում, որտեղ ուրան շատ կա։ Եվ ֆրանսիական ազդեցությունները այդ երկրներում, դրանք Գաբոնն են, Նիգերն են, կենտրոնական Աֆրիկայում գտնող երկրներ են, այդ հեղաշրջման Պրիգոժինի արած հեղաշրջումներն էին, Պրիգոժինի արած հեղաշրջումների արդյունքում այդ երկրները, այդ հանքերը, որոնք ֆրանսիական բան էին, ազդեցության տակ էին, իրենք էին շահագործում, անցան ռուսական կողմին։ Եվ հիմա այս ամբողջ արևելք, արևմուտք կռվի հակամարտության հիմնական մեխերից, կարևորագույն պատճառներից մեկը այդ հանքային նյութերն են։ Հիմա Հայաստանում ուրեմն Միջուկային էներգիայի մասին երբ որ խոսում են, այդ ձեր ասած ուրանի հանգամանքն է։ Դա էլ է կարևոր, որովհետև ձեզ տվյալ ասեմ, շատ խոսում տվյալ է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն 98 հատ ատոմակայան, գործող ատոմակայան, երևի մի 200 բլոկ ատոմական ունեն, ամեն մի ատոմական կարող է ունենալ 2-3 բլոկ, իրենց վառելիքի 25-ից 40%-ը տարբեր ժամանակահատվածներում իրենք առնում են Ռուսաստանից։ Ռուսաստանը, Ղազախստանը մշտապես մատակարարում են Միացյալ Նահանգներին ուրանով, հարստացված ուրանով։ Եվ ուրանի նկատմամբ վերահսկողություն կարևորագույն խնդիր է բոլոր պատերազմների համար, մանավանդ ժամանակակից պատերազմների համար։ Եվ առաջ անցնելով ասեմ, այն մոդուլայիններ, որ հիմա ասենք թե ստորագրում են պայմանագրեր են առաջ գնում, որ ստորագրեցին, որ պայմանագրային բանակցությունները ավարտվել են, հիմա անցնելու են գործնական փուլի։ Մի հատ էլեմենտ մենակ ասեմ, թեպետ էլ ես խոսելու եմ բանի մոդուլային ատոմականների մասին։ Եթե մենք կիրառում ենք ամերիկյան մոդուլային կայանները, եթե անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ սխալ թարգմանության մեջ ունեց ակնարկա, որ կարող են մեզ վաճառել ուրան, դա կարող է լինել ռուսական ուրանը։ Եվ սա այս աննորմալության առանցքներից մեկն է։ Միացյալ Նահանգները ռուսական ուրանը պետք է Հայաստանին վաճառի։ Լրիվ հնարավոր է, որովհետև ինքը ուրան չունի, ինքը առնում է ուրան Ղազախստանից ու տարբեր երկրներից, բայց հիմնական բաները, մատակարարումները Ռուսաստանն ու Ղազախստանը։ Այսինքն ռուսական ուրանը կարող է ամերիկյան բանով Այդ դեպքում ինչու մենք ուղիղ Ռուսաստանից չեն գնում։ Բնականաբար է խելոք հարց, բայց քանի որ մենք խոսում ենք հիմա բանի մասին, ամուսարի մասին, եթե կարելի է։ Ուրեմն ես կարդում եմ այն նյութերը, իհարկե շատերի համար սա երևի ոչ ման չի ասի, բայց հիմնավորելու համար ասածներս էլի։ Ինչ մենք ունենք ամուսարում, Գերմանիում, բիսմութ, գալիում, թորիում, թալիում, կադմիում, Սկանդինավիում եւ այլն։ Ուրեմն մոտավորապես 7 այդ էլեմենտներից, որը աշխարհի ամենաբանն է, ամենաթանկ ապրանքն է եւ պատերազմներ են գնում դրա համար, դրանցից շատերը մենք այստեղ ունենք։ Եվ ամերիկյան այս թրիփի ծրագիրը նաեւ հենց դրա համար է եւ իրանք արդեն բաց դրա մասին չեն ասում, որ այդ հանքերը պետք է շահագործվեն եւ մենք հանքահունքային բան ենք տալու Միացյալ Նահանգներին, եթե ուրանը սկսվի ուրանի արտադրությունը, դա մահաբեր է, դա չգիտեմ էկոլոգիապես բան չի, եւ ցավը հետեւյալն է, որ այս ողջևորության արդյունքում ամենևին այս խոհանոցային բաները մեզ չեն ներկայացնում։ Ինչ է նշանակում այդ հանքահունքային նյութերի տրամադրումը Միացյալ Նահանգներին։ Դա Միացյալ Նահանգների շահերից է բխում։ Եվ այս տրիպի բացումը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև նպաստելու է այս խնդիրները լուծելուն եւ Հայաստանը դրանից գիտեք ոնց բոլոր այն երկրները որ հումք են տալիս, նրանք երկրորդական Չ կլասի երկրներ են։ Եթե դու կարողանում ես քո մոտ էկոլոգիապես մաքուր ձևով ստանալ այդ նյութերը վաճառել, այդ դեպքում բավականաչափ դու քաշդ ավելանում ես։ Այսինքն ստացվում է, որ բոլոր այդ ձեր շարքածներից ելնելով
ավելի շատ Միացյալ Նահանգներն է շահում այս ամենում, քան Հայաստան կամ Հայաստանի շահը գրեթե իրենք չեն էլ թաքցրել, այս վերջի ստորագրած փաստաթղթի մեջ մի հատ առանձին գլուխ կա, եթե նայել եք, Միացյալ Նահանգների շահերը, ինչ են իրենք շահում այդ պայմանագրից։ Շատ ակնհայտ երևում է եւ այս վերջի բանը որ մերոնք այդ ուրախացած ոգևորված բան էին անում որ միլիարդավոր դոլարների ներդրում պետք է լինի ճշգրիտ թարգմանությունը արդեն հայտնվեց մամուլում որը հետեւյալն է նրանք ոչ թե 9 միլիարդ դոլարի ներդրում են անում այստեղ դա հրաշալի կլներ եթե ներդրում անեն իրենց բառացի թարգմանությունը մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական ամերիկյան արտահանում բառը անորոշ է հայկական իրականության մեջ չենք հասկանում դա ինչ է նշանակում փոխարինել էին ներդրում բառով որը համաձայն է կոնցեպտուալ տարբեր է արտահանում ուրիշ բան է ներդրում ուրիշ բան է եւ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն այդ բանը բանալի բառը այստեղ է գալիս վառելիքի եւ սպասարկման պայմանագրերի միջոցով այսինքն այն վառելիքը ես այստեղ ենթադրում եմ ներող կլնեք որ ամերիկացիները ուզում են ուրան մեծ տրամադրեն բանի համար մոդուլային ատոմականների համար կարող է հետ ուրանն է որ մենք հիմա Ռուսաստանից ենք ստանում այն ժամանակ ստանայինք Միացյալ Նահանգներից խճճված նախադասությունները ոչ հստակության տողատակերում մենք հասկանում ենք որ իրականում Հայաստանի հետ կապված Միացյալ Նահանգները այդպես հստակ աջակցելու ծրագիր չունի այսինքն ներդրումների հետ կապված որևէ ստույգ այդպես ծրագրեր չունի իրենք միայն այստեղ են նրա համար որ այն ինչ դեր թվարկածներից կարելի է եզրակացնել իրենց շահը տանեն հետո Հայաստանն էլ տան լուսանկարներ J.D. Vance-ի հետ, Trump-ի հետ, Trip-ի հետ կապված իրենք ներկայություն ապահովեն արդեն մեր տարածաշրջանում այդ հատվածում։ Բնականաբար, մի հատ այդ ծաղիկ դնեն ցեղասպանության հայտարարին, որ վարչապետը շատ լավ իրենց ընկերն է դա, իրենց ուրախացնում է։ Եվ նախընտրական տարում աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Ճիշտ եք, շատ ճշգրիտ ձևակերպում եք, բայց մեր իշխանությունների մեծագույն թերությունը, որ այսպես ձաղկելու արժանի է, իրանք միայն մակերեսն են մատուցում եւ իրենք են այդպես մտածում եւ իրենց բնույթն է այդպես մակերեսային իրենց պետք է դա այդպես էլ պետք է բայց իրենք նաեւ ուրախանում են ու դա մատուցում են որ դա մեծ հաջողություններ է մինչդեռ ես ասեմ այս ամենը այս եւ տրիպը եւ այս պայմանագրերը ավելի շատ քաղաքական բնույթի են գոնե ինձ դա է հետաքրքրում ինչ քաղաքական կոնտեքստ կա ինչ քաղաքական ծրագիր կա որ իրենք ուզում են իրականացնել դա չեն թաքցնում Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելն է եւ տնտեսապես եւ քաղաքականապես Իրանին խեղճացնելն է Իրանի օղակը սեղմելն է եւ Միջին Ասիայի հանքանյութերը Հայաստանի հանքանյութերը Ամերիկա հասցնելը փոխով եթե հիշում եք Միջին Ասիայի 5 երկրներ ղեկավարներով Միացյալ Նահանգներում էին եւ հենց այդ նույն խնդիրն էին լուծում էներգետիկ, նավթագազային եւ հանքահումքային ռեսուրսները Միացյալ Նահանգներ տանելու մեր այս ճանապարհով, տրիպի ճանապարհով։ Հայաստանը այնտեղ ոչինչ չի շահում, որովհետեւ խնդիրը թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացումն է, որի արդյունքում մենք հիմա Ադրբեջանում կտեսնենք ինչպես է լինել, եւ Հայաստանը անգամ ոչ մեկը չի կարողանում ասել, որ օգտվելու է այդ ճանապարհից։ Քանի անգամ հարց եմ տվել, կարող եք ասել, հայ ուղևորը կարող է այդ երկաթուղուց օգտվել։ Մենք կարող ենք վերանորոգել կամ մաս կազմել այն էլեկտրական ցանցերի, այն գազատարերի, այն նավթատարերի, որ մեր սուվերեն տարածքով անցնելու են։ Որովհետև վերջին հաշվով այնտեղ կա որ հայերը բացարձակ շփում չունեն, հայերը բացարձակ չեն տեսնելու այդ մարդկանց, եւ դա տրանզիտ մեր միջանցքի, մեր ճանապարհի հաշվին գնացող ճանապարհ է, որի հետ մենք կապ չունենք։ Եվ այնտեղ մի հատ կետ էլ կա որը էլի վտանգավոր է, որ այդ կազմակերպությունը, որը պետք է սպասարկի, կառուցի, տիրապետի այդ ամբողջ միջանցքները, իրենք իրավունք ունեն իրենց մասնաբաժին, այսինքն այդ իրավունքի մի մասը տալ ուրիշներին։ Այո։ Գիտեք ոնց, եթե Այստեղ կներեք, բայց իշխանությունն ասում է բոլոր նման դեպքերում մեզ հետ հաշվի է նստելու, մենք խոսքի իրավունք ենք ունենալու, որոշման իրավունք ենք ունենալու բջջորոշ բոլոր հարցերում։ Իսկ հիմա այդ նույն իրավունքները մենք ունենք։ Մենք օրինակ կարող էինք այդ կետը, օրինակ, էլեմենտար մի հատ կետ եմ ասում։ Այդ ձեր շարադրել։ Որ իրենք
այդ իրավունքները կարող են փոխանցել ուրիշի։ Այդ դեպքում եթե հիմա համաձայնել ես, ինչու են անգամ պետք է չհամաձայնես։ Չէ՞ որ հիմիկվա համաձայնությունը քո շահերից չի բխում։ Չէ՞։ Դառնում է միանձնյա ըստ էության։ Դառնում է միանձնյա, ընդ որում ձեզ ասեմ, հլա նայեք, ինչքան տարածք է Հայաստանի տարածքից այս ծրագրի վրա գնալու, սուվերեն տարածքի մասն է, որի վրա մենք վերահսկողություն չենք ունենալու։ Երկաթուղի գնացող եկող այդ մոտապես մի 100 մետր, ընդ որում մեղրի մասով միայն կարող է երկաթուղի գնալ։ Այնտեղի տեղանքը այնպեսին չէ, որ դու այդ ճանապարհ եւ ուրիշ ծրագրեր իրականացնես։ Բացի այս մի միջանցքը լինելու է նաեւ գազային ու նավթային միջանցքներ։ Էլեմենտար, ես Բաքու Ջեհյանը նայել եմ, ասենք, ինչքան տարածք է եւ ինչքան լայնություն է պետք այդ գազատարեր, նավթատարեր անցնելու համար։ Դրանք մոտավորապես ամեն մեկը մի 100 մետրի տարածք են քեզնից զբաղացնում։ Նույնը բարձրավոլտ էլեկտրական հոսանքները, նույնը մալուխները, նույնը ճանապարհները, նույնը մայրուղները։ Այսինքն Հայաստանի հարավային մասը բավականին մեծ տարածքով տրվելու է այս կազմակերպությանը։ Մենք մեր սուվերեն տարածքը տալիս ենք ուրիշին օգտագործելու, որի իրավունքը, որից օգտվելու իրավունքը մենք չունենք։ Միշտ հարցրել եմ, ասենք թե մեր հարաբերությունները այնպիսին են, որ հայերը ուզում են գնան Թուրքիա, կարող են բերտ անել այս թրիպով կամ գնալ Անտալիա հանգստանալու։ Չկա այդպիսի բան։ Որևէ այլ մարդիկ, այլ քաղաքացիներ սրանից օգտվելու, դա լինելու է փակ, երևի ցանցապատ ճանապարհ, այս ծառից մտնելու է, այն ծառից դուրս է գալու։ Ոնց որ Կալինինգրադին դրան զուգահեռ նեւ ճանապարհ է կառուցում նույն Նախիջևանի հետ կապված։ Այսինքն Ադրբեջանի համար սա տնտեսական ոչինչ չէ, մեծ հաշվով, այլ քաղաքական լուրջ ձեռքբերում է։ Սա լրիվ քաղաքական է, որովհետև իրենք ունեն Թբիլիսի Բաքու Կարս երկաթուղին, որը համարյա չի գործում։ Չկա առևտրաշրջանառություն, ապրանքաշրջանառություն, որը ծավալ եւ օգուտ կբերի, չի գործում, սա քաղաքական է։ Սա քաղաքական է, ինչպես Վրաստանի վարչապետն էր ասում, այս հանդիպումը քաղաքական հանդիպում էր միջանցքի մասին։ Եվ այստեղ ընդհանրապես լուծում է թուրանական աշխարհի թուրքալեզու երկրների կապի խնդիրը։ Իհարկե տարօրինակ է, որ Ռուսաստանը այսպես հանգած վիճակում է, տխուր վիճակում է, կա իր համար դոմինանտ խնդիրը, ուրիշ խնդիր է, եւ այս ռեգիոնը այսպես ասեմ, հա, հապկա ազդեցության գոտուց անցնում է ադրբեջանական ազդեցության գոտի։ Այս ամենը գտնվելու է ադրբեջանական ազդեցության տակ եւ Միացյալ Նահանգների եւ մասնավորապես, որը շատ կարեւոր դեր է խաղում է, հիմնարար դեր է խաղում իր ներողություն Իսրայելը։ Այդ ծրագրերը գրվում են Իսրայելում, փոխանցում են Միացյալ Նահանգներ, իրականացվում են այս ռեգիոնում, այսինքն քաղաքական կոմպոնենտ այս ամենի մեջ շատ ավելի շատ է, գերիշխող է, քան տնտեսականը։ Եվ վերջինը, այսպես իմ թոփ թեմայի մասին, եթե թույլ կտաք ասեմ, ատոմակայանի մասին։ Մոդուլային ատոմակայանների մասին։ Թեմայի հետ կապված դուք տպավորություն ունեք, որ չնայած Հայաստանի իշխանությունը չէր ասում, թե որ երկիրը պետք է կառուցի, բայց այս հանդիպումից հետո տպավորություն ունեք, որ իսկապես արդեն Միացյալ Նահանգներն է որոշված այդ մոդուլային ատոմակայանի կառուցողը։ Դա հայտարարել են եւ իրենք ստորագրեցին փաստաթուղթ, որ ավարտվել են բանակցությունները։ Ընդ որում տարօրինակ զուգադիպությամբ ասեմ, մի քանի օր առաջ, ընդամենը 5 օր առաջ Ալեն Սիմոնյանն էլ հանդիպել է Մոսկվայում Ռոսատոմի ղեկավարության հետ եւ Ռոսատոմի ղեկավարությունը ասել է, որ պատրաստ է Հայաստանին աջակցելու ատոմակայանի նոր ատոմակայանի կառուցման գործում եւ այսօր էլ ես կարդացի Գալուզինը փոխվարչապետը կրկին հայտարարել էր, որ իրենք պատրաստ են սկսել նախագծերի մշակումը եւ կառուցումը Հայաստանում ատոմային նոր ատոմակայանի եւ ասել էր այլ ընտրակ չունի իրենց ծրագիրը, որովհետեւ այնինչ իրենք առաջարկում են, համարում են դա միակ ճիշտ լուծում է սվարագայում։ Զուտ անաչառ ես ձեզ ներկայացնեմ իրավիճակը։ Ռուսական տեխնոլոգիաները ատոմականներ ամենավստահելին են։ Փորձարկված։ Ամենափորձարկվածն են, ամենավստահելին են, մեզ համար շատ հարմար են մի քանի առումներով։ Նախ վառելիքը մեզ համար այլ ուրիշ տեղից բերել դա արդեն խնդրեմ է։ Մենք ունենք Ղազախստանի եւ Ռուսաստանի հետ միջուկային վառելիքի փոխադարձ տրամադրելու, աջակցելու պայմանագիր, դա 97 թվականին է ստորագրել, որը մեզ համար նպաստավոր պայմաններ է ստեղծում այս ատոմային այս երրակի հետ լավ աշխատելու։ Ղազախստանը այդ առումով շատ լուրջ երկիր է։ Եվ
Ռուսաստանի հետ զուտ տնտեսական տեխնիկական առումով մի քանի առավելություններ էլ կան։ Նախ մեր ամբողջ անձնակազմը այդ տեխնոլոգիաների վրա է կրթվել, զարգացել, պրոֆեսիոնալ դարձել։ Դա շատ կարևոր է։ Այսինքն մեր շկոլան, ամբողջ գիտական մասը, սպասարկման մասը այդ տեսակի ատոմականների մասնագետներ են, սպեց են իրենք այդ մասով։ Երկրորդ, տեխնոլոգիաներն էլ եւ ցանցի միացումը այդ դաշտի համար մենք էլի հարմար ենք։ Մասնավորապես պատահական չի, որ իրենք եւ 95 թվականին մեզ հետ համատեղ աշխարհում առաջին անգամ փորձ արեցին փակված ատոմականը վերականգնել։ Այդ փորձարկումը անցավ հրաշալի։ Անվտանգության առումով Մագատեն մի քանի անգամ եղել է եւ ստուգել է, իսկ ամենավերջինը 21 թվականին որոշում կայացվեց եվրոպացիները $300 միլիոն ներդրում արեցին կրկին անվտանգությունը ամրապնդելու եւ մինչեւ 36 թվականը մենք հնարավորություն ունենք անվտանգ էներգիա ստանալու, ընդ որում ձեզ ասեմ, միջազգային ճնշումները մեր ատոմականը փակելու դա եւ եվրոպացիների եւ ամերիկացիների եւ Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, ասել բլոկ արած ամեն ինչ անում են ատոմականը փակվելու։ Նույնիսկ մի քանի ամիս առաջ Թուրքիայում 33 քաղաքական ու էկոլոգիական կազմակերպություններ ամբողջ աշխարհին ողողեցին այսպես ինֆորմացիա, որ IGDIR-ում բժշկական էկոլոգիական ուսումնասիրություններ են կատարվել եւ այնտեղ քաղցկեղային հիվանդությունների կտրուկ աճ կա։ Դրանով ուզում են հիմնավորել, որ Հայաստանը պետք է իր ատոմականը փակի, մեր ճառագայթումը իբր թե հասնում է նրանց։ Դրանից հետո Մագատեն եկավ ստուգումների եւ կրկին արձանագրեցին, որ մեր ատոմականը գտնվում է անվտանգ վիճակում եւ կարող է մինչեւ 36 թվականը շարունակել։ Բայց ինչևէ, ատոմական Հայաստանը պետք է ունենա։ Խնդիրը միանշանակ է։ Այստեղ պետք է որոշել որը ունենալ, կան տարբեր բաներ, տեխնոլոգիաներ, ֆրանսիական, կորեական, ամերիկյան, ռուսական, ֆրանսիական ասեցի եւ ֆրանսիական։ Սրանք բոլորն էլ քննարկելի են, բայց այս դաշտում քննարկելի չէ, բացառելի է մոդուլային ատոմականները։ Մոդուլային ատոմականներ չունեն ոչ մի երկիր։ Միացյալ Նահանգները, որոնք Չինաստանը ունի 1 հատ, 2 հատ փորձնական այն հանքերում, ասեցի, որ Մոնղոլիայի սահմանում են, այդ դեֆիցիտ մետաղների հանելը շատ էներգատար է, շատ էներգատար, եւ տեղում այդ հանքերի մոտ իրենք կառուցում են մոդուլային ատոմականներ, որը թեկուզ վտանգավոր է լինի, թեկուզ արտահոսք է լանի, ծայրահեղ բաների են բերում, ինքը հանրային մեծ վնաս չի կարող տալ։ Իրենք շատ մոբիլ են տեղում լոկալ խնդիր լուծելու համար։ Նույնը ունեն ռուսները հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում, օրինակ ունեն Լոմոնոսով նավի վրա, որը ուր որ պետք է կարող է գնալ այդտեղ էներգիա տալ։ Բայց ինքը նավ է, իր բացասական բանը ամենավատ սցենարի դեպքում չի կարող մասսայական լինել։ Մոդուլայինների այդ իբր ճկուն լինելը այնպիսի տեղերի համար է նախատեսած, որը քաղաքակրթությունից 5000 կիլոմետր հեռու է։ Այդտեղ կարող դնում ես եւ լոկալ այդ խնդիրները լուծում ես։ Ասենք բանն էլ Լինկոլն Աբրահամ Լինկոլն ավիակիրը, որը հիմա արաբական, էլի այդ մոդուլների վրա է աշխատում, բայց դրանք լոկալ խնդիրներ են լուծում։ Հայաստանը, որտեղ խիտ բնակեցված է, այդպիսի ռիսկային ատոմական չի կարելի դնել շատ բարձ պատճառով։ Դրանք փորձարկված չեն։ Կրկնում եմ, դրանք փորձարկված չեն։ Ոչ մի լիցենզիա չեն անցել, ոչ մի տեխնոլոգիա, այդ որը ասեցի, կորեական, ֆրանսիական, ռուսական, չինական, ամերիկան, ոչ միտեղ դրանք Մագատեի լիցենզիան, որ իրենք կարող են դնել սերիական արտադրության եւ տանել քաղաքակրթության կենտրոններում, չունեն։ Դրա համար էլ ասում են մերն այլ ընտրանք չունի Ռուսաստանը։ Շատ լավ, այդ դեպքում ինչու իրանք ամերիկացիները, եթե այդքան գովերքելի բան են, մի հատ դրեք ձեր մոտ, ընդորում դնելուց հետո էլ Մագատեն խիստ չափանիշներ ունի։ 3 տարի պետք է աշխատի նվազագույնը, միայն դրական բաներ լինի, արձագանքներ լինի, նոր դրանք փորձեն տեղադրեն։ Ես ինչքան ասում եմ, ինչքան գիտնականները ասում են, մեր անվտանգության ծառայությունում իշխանությունը չեն հասկանում սա, կամ իրենց դրել են, չգիտեմ ինչի տեղ, կամ չեն հասկանում, կամ այնքան են ստորացել, այնքան են տարվել, որ միաեղջյուր պետք է գնան ինչ որ միտեղ, այսպես լեզվելու, գցնելու, որ նրանցից բարի խոսք ստանան, կամ 2 կոպեկ, կամ իշխանության երաշխիք ստանան, որ Հայաստանի անվտանգությունն իրենց համար մոռացված է։
Դա չի կարելի, դա բացառվում է Հայաստանում տեղադրել, դա կարող է դառնալ լրջագույն պրոբլեմ։ Այդ պրոբլեմի ճանապարհով անցել են ուրիշ երկրներ։ Ես ախր այնքան է սիրտս ցավում, այնքան եմ մեջիցս դուրս գալիս, որ հասկացնեմ, որ այդ ձևի ռիսկի չի կարելի գնալ։ Ուրիշ երկրներ էլ են գնացել դրանով։ Ուկրաինան է գնացել այդ գնալով։ Այդ առաջարկները իրանց էլ են ունեցել։ Լիտվայի օրինակն եմ միշտ բերում։ Ինգուրի բան կա, ատոմական կա, որը մի 15 տարի առաջ ամերիկացիները համոզեցին փակել մեր ատոմականից 2 անգամ հզոր ատոմական։ Լիտվան ամբողջ ռեգիոնին հոսանք էր տալիս այդ իր հզոր ատոմականի հաշվին։ Թարմել ատոմական էր, հին չէր։ Շվեդիային էր տալիս, Բելարուսին էր տալիս, Լատվիային էր տալիս։ Ամերիկացիները համոզեցին, ասին եկեք փակենք, քանի որ դա ռուսական է, քանի որ իրանք ցանցի մեջ էին, Ռուսաստան, Բելարուս, Լատվիա, Շվեդիա, այդ ամբողջ բանին հոսանք էին տալիս, խաբեցին լիտվացիներին, փակել տվեցին։ Ընդ որում փողերն էլ եվրոպացիներ տվեցին այդ փողերը փակելու համար, ծախսերը, յանի մենք ձեր մասին ենք մտածում, փակեք ատոմական, մենք ձեզ կտանք մոդուլային կանոններ։ Ատոմականը փակեցին, մոդուլային ատոմականներ չկառուցեցին։ Մինչև հիմա, այսպես խոպսուրի են եղել, քաշվել են լիտվացիները։ Այդ հզոր իրանց միջոցը, որը քաղաքական միջոց է, Ռուզաննա, ատոմականը միայն եւ իրանք հիմա արտահանող երկրից ներմուծող երկիր են դարձել, քանի որ գնացել են հավատացել են այդ ծրագրերին։ Ախր գիտեք համագործակցությունը պետք է խելացի լինի, պետք է ստրատեգիական լինի, հեռատես պետք է լինի։ Հայաստանը օրինակ ունի ձևի էներգետիկ խնդիր։ Մեր քաղաքական ծրագրում դա կա, մենք բազմիցս ներկայացրել ենք եւ դեռ մանրամասն կներկայացնենք։ Հայաստանը գիտեք ինչ խնդիր ունի։ Հայաստանը էներգիա արտադրելու խնդիր այս բան չունի։ Նույնիսկ ունի ավելցուկ։ Արտահանում են, այո։ Արտահանման համար եւ Հայաստանը ունի նաեւ սեզոնային էներգետիկ խնդիր, որովհետեւ որոշ էներգականներ հոսանք տալիս են միայն ամառը, իսկ ջուրն էլ տալիս է միայն գարնանը վարար ժամանակ, մնացած ժամանակ չեն արտադրում կամ քիչ են արտադրում։ Հայաստանը պետք է ակումուլյացիոն համակարգ սարքի բաներ, ակումուլյատորներ, մեծ ակումուլյատորներ, որոնք հավաքում են էներգիան եւ հետո սպառում են, երբ որ քիչ է, երբ որ ձմեռ է, ասենք ձմռան ընթացքում սպառումը շատանում է։ Այսինքն դա շատ թանկ ծրագիր է, բայց կարևոր ծրագիր է, ամբողջ աշխարհը գնում է հիմա դրա ճանապարհով։ Ստեղծել հավաքող կայաններ, ամբարցի, ոնց ասեմ, ամբարներ, էներգետիկ ամբարներ, որոնք մնացած ժամանակ կարող են արտահանել։ Դրանք ակումուլյատորներն են։ Հենց այդ ակումուլյատորների համար այն նյութերը շատ կարևոր են, լիթիում, տարբեր նյութեր, այ ամերիկացիներ մենք կարող ենք համագործակցել սրանով։ Ռուսները սա չունեն, ֆրանսիացիները ունեն, հարավկորեացիները դրանով զբաղվում են։ Այսինքն մենք հարկավոր է զբաղվենք այնպիսի բաներով, որ ուրիշները չունեն, բայց ոչ թե զբաղվենք քաղաքական այնպիսի բաներով, որը թելադրվում է Թուրքիայի կողմից։ Այսինքն խնդիր չստեղծենք, նոր խնդիրներ չստեղծենք, իբրև ինչ-որ լուծումների գնալու ճանապարհով։ Այսինքն հիմա փորձում են նոր ատոմակայան ստեղծել կամ կառուցել, բայց իրականում դա ավելի շատ հարցեր ու խնդիրներ է ստեղծում, քան իրականում գոյություն։ Ընդ որում ձեզ ասեմ, ախր փաստերից լավ բան չկա։ Հիմա նայեք, նույն ռուսական տեխնոլոգիաները Թուրքիայում կառուցում են այդ մեծ ատոմականը, Իրանում կառուցեցին մեծ ատոմականը։ Դրանք հզոր ատոմական են, ռուսական տեխնոլոգիաներ, որտեղ իրանք էլ գիտեն, որ դա լավագույն տեխնոլոգիա է։ Պետք է որ Թուրքիայում արևմուտքը ակտիվներ են։ Ինչու են որոշել ռուսական, թուրքերը դա չեն հասկանում։ Մեզ ստիպել են, ընդ որում այս հավատացեք որոշ ժամանակ հետո սա բարձր։ Այն որ հայտարարում էր, որ մենք մտնում ենք ադրբեջանական էներգետիկ համակարգի մեջ, ներդաշնակ դրա ծրագրի մեջ մտնելու է ատոմականի փակելը։ Եվ մեյմունությունը, որ զայրույթ է առաջացնում, էլի, մենք գազ ստանալու ենք Ադրբեջանից, ռուսական գազ, նավթ ստանալու ենք Ադրբեջանից կամ արդեն ստացել ենք կրկին ռուսականից, թիվ ասեմ զարմանակ, Ադրբեջանի A95 վառելիք մեքենաների վառելիքը, որը մշակված բարձր որակի նավթ է, 92%-ը դրսից է գալիս։ Մեծ մասը Ռուսաստանն է, մյուս մասը Ռումինիան է։ Այսինքն Ադրբեջանը ասում եմ մեր խնդիրը այն է, որ մենք հանկարծ ուղիղ չասենք Ռուսաստանի համագործակցություն, բայց այլ երկրների միջոցով կրկին ռուսական։ Այսինքն կարող է մենք նավթ, գազ, ուրան եւ այլ բաներ ստանանք Ռուսաստանից, բայց ասենք չէ, մենք Ադրբեջանից ենք դրանք ստանում։ Սա մեյմունություն է։
Սա անազնիվ, սա ինչ ասեմ, բառերը զսպում են, որ դուրս չգա գնահատական դրան։ Այսպեսի վերաբերմունք միայն դու անում ես թուրքերի ուզածով, Ադրբեջանի ուզածով, ընդ որում նրանց ուզացնել, ոչ թե քո աջակցելն է, քո այդ կապեր հաստատելն է, այլ սեփական խնդիրները լուծելը։ Ղարաբաղը դատարկել են մեզ աջակցելու համար, հա? Ատոմականը փակում են մեզ աջակցելու համար, այդ տրիպը սարքում են մեզ աջակցելու համար, Թուրանի կապը աշխատում է մեր աջակցելու համար, այսինքն նույնիսկ այն, որ մենք կողմ էինք հայ-թուրքական հարաբերությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների, այնպես արեցին, որ այդ խոսույթն էլ է վերանում։ Այսինքն մեր լիբերալ մոտեցումները, մեր հարաբերությունները հարևան երկրներ հիմա դարել են ոչ բան, ոչ պոպուլար, որովհետև դա զգում ես, որ միայն վնաս է բերում Հայաստան։ Լավ, լրիվ ուրիշ թեմա, որ էլի բանի, եկեղեցու դեմ պայքարը ներքին խնդիր է, մեր հասարակության խնդիրն է։ Այո, ուզում եմ բարենորոգել։ Բանի Ադրբեջանի արբանով, պահանջով։ Այսինքն այսպես է ստացվում, որ մեր ամբողջ գործունեություն, մեր օրակարգը թելադրվում է Ադրբեջանից։ Եվ ոնց չըմբոստանաս։ Ու ոնց չըմբոստանաս, որ այս մարդիկ այդ ծրագրով դա գովերքում են, տարփողում են, այսպես հրավառություն են անում, որ ինչ բաներ են կան եւ մոտենում են ընտրություններին։ Դրա համար պետք է մեր ժողովուրդը պետք է մի քիչ գրագիտանա, մի քիչ շատ կարդա, մի քիչ ուսումնասիրի։ Տեսնի ինչա 4 կողմը կատարում։ Այսպես փայլուն թուղթը տվել են, փայլուն թուղթի մեջ թույն է։ Փայլուն թուղթի մեջ ոչ թե կոնֆետ է, ոչ թե քաղցր բան է, այլ թույն է, որը հետագայում վնասներ է բերելու, ռիսկ է բերելու։ Այս այցելությունը շատ լավ է դիվանագիտական առումով, բաների առումով, բայց սրա զորնի ձայնը մենք հետո ենք լսելու, մենք հետո ենք տեսնելու, թե ամերիկացիների, ադրբեջանցիների, Իրանի համագործակցության արդյունքում Հայաստանն ինչ քաղաքական կորուստներ է ունենալու։ Եվ սա այս երկրի, այս իշխանությունների բերած լավագույն արգասիքն է։ Ես միայն սևը չեմ տեսնում, ուզում եմ լավը տեսնել, բայց նաև տեսնում եմ այն հեռանկարը, որի արդյունքում մենք կորուստներ ենք ունենալու, ակնհայտ կորուստներ։ Այս իշխանությունների մնալը այդ կորուստների շարունակությունն է լինելու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։